Նորագույն տեխնոլոգիաներ ստեղծագործելու լայն հնարավորություն ու ֆանտաստիկ երևակայություն, որը կարելի է այստեղ հեշտությամբ կյանքի կոչել։ Մայրաքաղաքային երկրորդ օրը վաղ առավոտից Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական ճամբարի մասնակիցները շտապեցին հասնել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այստեղ սպասված հյուրերին ուրախությամբ դիմավորեցին։ Ավանդույթի համաձայն նախ պատմեցին կենտրոնի գործունեության ու ձեռքբերումների մասին, ապա ըստ նախասիրության բաժանելով խմբերի, սկաուտների հետ անցկացրին հետաքրքրաշարժ ու զարգացնող դասընթացներ։ Շատ ուրախ ենք, որ երեխաները գալիս են տարբեր երկրներից, սկաուտները նախ առաջին հերթին որ Հայաստանն են տեսնում եւ հետո գալիս են Թումո, ընդգրկվում են մեր դասընթացներին, որպեսզի ավելի լավ պատկերացնեն, թե Թումոն ինչ աշխատանքներ է կատարում, երեխաների առօրյան ինչպես է անցնում։ Մոտ 6 դասընթացի են մասնակցել, տարբեր ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, կայքերի ստեղծում, երաժշտություն եւ հուսով եմ, որ արդյունավետ էր։ Ինչպես սկաուտներն էին նշում, ժամանակը Թումոյում արդյունավետ անցկացրին։ Բաշխված խմբերում իրենց սովորեցրին տեխնոլոգիաները կիրառել լավագույնս, աշխատանքը կատարել սիրով ու անշուշտ հաճույք ստանալ։ Զադեցի գրաֆիկ դիզայն մտնել, որտեղ ես շատ կսեմ դիզայն անել եւ ապակային գուզեմ, որ կորձս գրաֆիկ դիզայնի հետ կապ ունենա։ Մեր ուսուցիչը Դիգին Սուզանը մեզի սովորեցնում է, որ ինչպես սարքենք ռոբոտներ լեգոներով եւ ինչպես որ պրոգրամենք։ Ես շատ սիրեցի եւ կարծեմ ասջուղը կարելի վերցնեմ, երբ որ հետ կացի Ամերիկա եւ շատ ուրախ եմ որ եկա, որտեվ քիչ մը աչքերը սփացվան, որ ինչպես ռոբոտները կգնան մեզի օգնեն կյանքի մեջ։ Արդեն երկրորդ տարին է ինչ այցելում ենք Թումո կենտրոն, նախ անցած տարի մասնակցել եմ եւ ընտրել էի ֆոտոգրաֆի, այս անգամ ընտրեցի երաժշտությունը, շատ լավ անցավ, սովորեցինք ծրագրի միջոցով երգ ձայնագրել, հավաքել տարբեր երաժշտական գործիքներով։ Հիմա պետք է այցելենք արդեն ստուդիա եւ շարունակենք այնտեղ սովորել։ Մինիմում 50 հատ նկար պետք է նկարեինք եւ ամեն նկարեցինք։ Հիմա մեզի Photoshop-ից սարվեցին։ Հագեցած գիտելիքներով ու զվարճալի ժամանակ անցկացնելուց հետո ճամբարականները հյուրընկալության համար շնորհակալություն հայտնեցին Թումոյի ղեկավարությանն ու աշխատակազմին եւ ճանապարհ ընկան։ Թումոյին հրաժեշտ տալուց առաջ իհարկե Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ բանակումի ճամբարականները չմոռացան պահնան մահացնել լուսանկարով։ Տեխնոլոգիական դաշտից անցում մշակութային արժեքների։ Արշավի երկրորդ օրվա երկրորդ կանգառը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդաց տանն էր, որտեղ եւս անակնկալները քիչ չէին։ Ազգագրական ու հայրենասիրական երգ ու պարիզատ տանտերերը իրենց հասակակից հյուրերին հիացրին աճպարարությամբ ու ակրոբատիկ համարներով, ձեռքի աշխատանքների յուրօրինակ նմուշներով ու քանդակներով։ Վերջում, ինչպես նախորդ այցերին, մի լավ ուրախացան միասնական պարելով։ Սա մեր բադասխանն էր ոճրակորց Թուրքին 100 տարի հետ, որ մենք դակավին գանք եւ պիտի շարունակենք մեր միասնականությունը եւ պիտի շատանանք մեր արվեստի այս աշխատանքներով, մեր արվեստի զարգացումով, մեր երաժշտական, մեր ազգային ավանդույթներով, հարուստ ավանդով պիտի բահենք մեր արժանինքները, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր երգը, մեր երեխեքը հայրենաճանաչության այս այցելությունները որ գանենք միշտ կասեմ, ուխտակնացություն է սա։ Ուրեմն, այս աշխատանքով մենք պիտի վերադառնանք, միավորվենք մեր հայրենի հողի վրա։ Սա է մեր գլխավոր նպատակը, գլխավոր երազը, որպես իրականություն, իբրև հայկական միասնական ուժ, իբրև հայ ժողովրդի ավակա միադեղ մեկ հայրենիք, մեկ ազգի ամբողջական իրականացումը։ Դարվե տարի արդյունքը կստանանք, կտեսնենք այդ երեխեքը, որ գուքան մի քանի օրեր կամ մի երկու շաբաթ կանցկացնեն կամ մի ամիս կանցկացնեն հաջելի օրերով վերջը հադի խդացյալ այդպես գմնա իրենց մեջ եւ գծաղի գուրջանա
իրենց ասկային պատկանելիության գիտակցությունը ավելի գզարկանա։ Ադոր կհավատանք եւ մենք ագադալես ենք ամեն օր այդ հարաճընթացին։ Իսկ հայ երկորի այցի վերջում մայրաքաղաքի սրտում Ազատության հրապարակում իրենց երգերով շուրջը հավաքելով անգամ պատահական անցորդներին հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական ճամբարի մասնակիցները կատարեցին միության հիմն ու ճամբարական այլ երգեր։ Հերմինե Յավարյան, Արտակ Բրուդյան, Մոլորակ, Երևան։